Մինչև 2 տարեկան երեխաները այս տարվանից մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան։ Հայաստանի պետական մանկապարտեզներում մսուրի խմբեր վաղուց չեն եղել։ Պիլոտային այս ծրագրով խմբերը սկզբում կգործեն Երևանի, Գյումրու, Վանաձորի եւ Հրազդանի 10 մանկապարտեզներում։ Կրթական գերատեսչությունից ասում են, պետությունը կհոգա ծախսերը, ծառայությունները կլինեն անվճար։ Նպատակը բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունները հասանելի դարձնելն է։ Կրթության փորձագետը սակայն համամիտ չէ երեխաներին այդ տարիքում մանկապարտեզ ուղարկելու առաջարկի հետ, նկատում է, այդ շրջանում ծնողական հոգատարությունն ու ջերմությունը ամենաշատն է անհրաժեշտ նրանց։ Ինչպես դեռ կբարձրանար 6 ամսական կամ 12 ամսական երեխային տանել հանձնել մանկապարտեզ։ Նույնիսկ եթե այնտեղ շատ լավ դասեր են։ Այդ տարիքում երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության շատ կարեւոր հատվածն է ձևավորվում։ Այն ինչը հետո շատ մեծ նշանակություն ունի եւ ինչը հետո ուղղել շատ դժվար է։ Մասնագետները մտահոգ են նաեւ մանկապարտեզների չափանիշներով եւ դաստիարակների որակով, հիշեցնում են, երեխաները այդ տարիքում չափազանց խոցելի են։ Մանկական հոգեբանն էլ թեև ողջունում է ծնողական զբաղվածության խթանմանը ուղղված նախարարության ջանքերը, այդուհանդերձ խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում երեխային մանկապարտեզ ուղարկել 1 տարեկանից հետո։ Մինչև մի տարեկան երեխան շատ կարիք ունի ծնողական ջերմության, անընդհատ գրկում լինելու, անընդհատ իր սիրելի մեծահասակի հետ կոնտակտի մեջ լինելու զգացողության, այսինքն դրանով է ձևավորվում երեխայի ներաշխարհը։ Պետությունը հնարավորությունը ստեղծում է, այս ծնողը ինքը պիտի որոշի, արդյոք 6 ամսական ճիշտ է նորացնեն թողել մսուր, թե ճիշտ չի։ Այդ արդեն ծայրահեղություն է 6 ամսականը։ Կրթության նախարարությունից հիմնավորում են նպատակներից մեկը երեխաներին կրթական գործընթացում շուտ ներգրավելն է, մյուսը ծնողների հոգսը թոթափելն ու զբաղվածությունը խթանելը։ Ոլորտի փորձագետը սակայն առաջարկում է մանկապարտեզն անվճար դարձնելու փոխարեն կիրառել միջազգային պրակտիկան, որը ծնողների վարձատրություն է առաջարկում։ Ես հարկեր կվարվեի, ես կխորախուսեի, որ մայրերը նստեն երեխաների հետ այդ տարիքում։ Այսինքն ես կվճարեի մայրերին այն աշխատավարձը, որը պետք է, ես կհամարեի, որ փոքրիկ երեխաներին դաստիարակելը դա աշխատանք է, կամ եթե որևէ ընտանիքում հայրն է ի վիճակի նստել երեխայի հայրենի կապ չունի։ Ծնողներից որևէ մեկին ես հատուկ կվճարեի մինչև 2 տարեկան երեխաներին պահելու համար։ Մասնագետները չեն մեղադրում, առաջարկում են առողջ հոգեբանությամբ երեխա մեծացնելու համար երեխաների կյանքի ամենախոցելի փուլում լինել նրանց կողքին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։